Երևանի ժամանակով զրուցաշարն է Ֆակտոր TV եթերում բարև ձեզ մեր զրուցակիցը այսօր ճարտարապետ Կասկադ համալիրի համահեղինակ Ասլան Մխիթարյանն է, ողջույն պարոն Մխիթարյան։ Բարև ձեզ։ Պարոն Մխիթարյան, վերջին շրջանում Կասկադի արդիականացման թեման բուռն արձագանքների արժանացավ եւ այստեղ ուշագրավը այն է, որ դուք լինելով համահեղինակներից մեկը, կարծես թե դուրս եք մղվել այս գործընթացից եւ կարծես թե հայտնվել եք ավելի շատ դիտորդի կարգավիճակում։ Ինչու այդպես ստացվեց։ Հիմքերը չեմ կարող գտնել, բայց ես չեմ մնացել դիտողի կարգավիճակում եւ փորձել եմ ներկայացնել այն տարբերակը, որը մենք միջ այդ կատարել ենք եւ հանձնել ենք այդ նախագիծը եւ հույս ունենք, որ այդ նախագիծը կիրականացվի ուրեմն ամբողջովին։ Ցավոք սրտի այդ անհասկանալի համար արդիականացում ինչ է նշանակում, երբ որ կա գոյություն ունի մի նախագիծ, որ կցոն են անում դա արդիականացնում է, դա թե ինչ որ բերում են ոչ ճիշտ եւ ոչ հիմնավոր որևէ բան։ Ես չեմ կարող այդ արդիականացում հասկանամ, թե դա ինչ է նշանակում։ Արդիականացում ես ինձ համար նշանակում է, ասենք, որ շարժասանդուղքների որակը փոխեն, ասենք, ժամանակակից շարժասանդուղքներն, ապակիները փոխեն, եթե ուզում են ինչ-որ շինությանը ինչ-որ արդիականացնեն, իր արտաքին տեսքը փոխելով, դա արդիականացում չի, դա պարզապես արհամարել է հեղինակների մտահղացումը, որը 20 տարի մշակվել է այդ նախագիծը, հաստատվել է եւ այդ կապը, որը կա Հուշարձանի եւ Կասկադի եւ Արաբկիր շրջանի հետ, լրիվ խզվում է առաջարկված տարբերակով։ Եվ եթե, ասենք, այսօր լավ ենք Մակրոնի հետ, վաղը, ասենք, թե Հունգարիայի, չգիտեմ, բանի հետ, ուրեմն այդ բանով մեկ քաղաքը պետք է դերս կփոխի, ես չեմ կարող դա անցալեմ։ Եվ այդ այսպես կոչվող արդիականացումը ինչու, որ ցույց չարվեց, ինչու մեզ չներգրկեցին, գուցե մենք ավելի հետաքրքիր մտքեր ունենք, հենց կապված, քանի որ դրան, որ ասում ենք, խորքից գիտենք խնդիրը, կարող ավելի հետաքրքիր բան ենք առաջարկում։ Ինչն էր պատճառը, որ մեր նկատմամբ, այսինքն իմ նկատմամբ այս դեպքում, այդպես անտարբեր վերաբերմունք չեմ կարող հասկանալ։ Դեռևս 2024-ին Երևանի քաղաքապետարանը հանրությանը ներկայացրեց արդիականացման երկու նախագիծ մշակված ամերիկյան եւ ֆրանսիական ընկերությունների կողմից, ֆրանսիական տարբերակը հաղթեց եւ ակտիվ քաղաքացի տեսեք, երևանցիները քվեարկեցին վիրտուալ քննարկման ներկայացված երկու տարբերակ, մերը կարող էր լինել երրորդ, բայց չեղավ։ Երկու տարբերակ քննարկելու համար եւ պետք է քաղաքապետարանի սայթին բանանել։ Այո, վիրտուալ քվեարկությամբ նման նախագծի հետ կապված ճակատագիրը որոշել է։ Առանց մասնագիտական քննարկման եւ այլն համարեցին, որ այդ աշխատանքը կարան իրականացնեն։ Ոնց, բայց որևէ մեկ սրտացավ չի, այդ Կասկադ համալիրը այսօր ժողովրդա, ոնց ասեմ, ժողովրդի կողմից ընդունված մի վայր է, չեմ կարող ասեմ կառույց է։ Հա, միշտ մարդաշատ է, միշտ շատ ով ինչ որ հյուր ունենում բերում են այդտեղ, էլ չեմ ասում տուրիստները ավտոբուսներով գալիս են, ով քաղաքում միտեղ հանդիպում են, ասում են Կասկադ ոնց գնանք եւ այլն, եւ հանգարցակի այսօր արդիականացնում են ինչով, ինչպես դնում են մի ծավալ եւ Կասկադը ինքը կորցնում է իր այդ բանը։ Ինչ է լինելու այդ Կասկադը, լինելու է գիշերային ակումբ, չգիտեմ ինչ է լինելու, ժամանցի կամ զվարճանքի կենտրոնա լինելու։ Դրանց ինչ որ անհասկանալի բաներ են։ Քանդվեց եւ վերանորոգվեց մեր կրկեսը։ Կրկեսը դեռ չի աշխատում։
քանդվեց, վերանորոգվեց մեր այսպես կոչված ոնց է մանկական ունիվերմագը Աբովյանի վրա։ Քանի տարի է, 10 տարի է չի աշխատում։ Սարքեցին ասենք մեր հեծանիվա բանը դա ոնց են կոչում հեծանիվա վազքի ստադիոնը քանդեցին, տեղափոխեցին, չի աշխատում։ Ինչ ենք մենք ուզում ենք կասկադներ դառնա այդ վիճակի, չաշխատող մի հատ անհասկանալի ծավալ։ Արդիականացնել ինձ համար մի քիչ չեմ կարող հասկանամ, ինչն էր բանը, որ մեր այդ կարային խորհրդակցային լավ իմ հետ մեր նախագիծը քննարկելով ասեն, գիտեք, այս պահանջները այսպեսին է, ձեր նախագծում օգտագործեք այդ պահանջները, բայց մի այդ ընդհանուր գաղափարը կործանեք։ Ես օրինակ բերեմ, խնդրեմ, այդպես արվեց Օղակաձև այգին։ Էլ ժողովուրդը չի գնում։ Գլխավոր պողոտան, այն ինչ են կառուցել, դա չեմ հասկանում։ Գլխավոր պողոտայից էլ զրկվեց ժողովուրդը։ Հիմա այս կասկադն է մնացել, որ մարդաշատ է եւ ժողովուրդը ընդունել է։ Չենք ուզում անպայման մի հատ օտար մարմին մտցնենք այդ ծավալի եւ այդ կառույցի շարունակության մեջ։ Ինչն է տրտում, ես չեմ կարող հասկանալ։ Ընդ որում նախագիծը ընտրվում է վիրտուալ քվեարկությամբ, որը կեղծիքների առումով բազմաթիվ ռիսկեր է պարունակում, չէ՞։ Դե բնական է ադմինիստրատիվ ֆակտորը կա եւ որովհետեւ դա այդ վիրտուալը գնում է քաղաքապետարանի բանով, սայթով։ Ժողովրդի կեսը այդ սայթը չի տիրապետում, չի ուզում տիրապետել։ Բայց մենք ներկայացրեցինք նախագիծ, որ մեր այս Ջիմ Թորոսյանի եւ Սարգիս Գորզադյանի կողմից արված նախագիծը հավաքեց ավելի շատ ձայներ Facebook-ով։ Էլի քվեարկության դրեցիք հանրային։ Մենք դրեցինք հանրային, բայց Facebook-ով։ Հա, կանցնեն երկու աշխատանքի իրար հետ միասին։ Այդքանից հետո կարային գոնե մի հատ կանչեին, ասեին մի հատ նայենք, այդ ինչն է, էլի որ դա էլ չեղավ։ Ֆրանսիացի ճարտարապետ Վիլմոնտի նախագիծը, որը որ ընտրվել է, խախտում է կասկադի ամբողջականությունը։ Լրիվ, նա կիսում է կասկադը։ Կասկադի սաղ իմաստը կապն էր, որ հուշարձանն էլ նախատեսներ սպիտակացվեր, բարձրանար, մեծանար, եթե նա սովետական կարգերի բանով էր։ Սա մենք ուզում ենք սարքենք անկախ Հայաստանի համար եւ ինքը դառնար 75 մետր եւ ունենալ ավելի հայացի մոտեցում, то есть կարող են զանգեր լինեին, հողաժներ, բանով լիներ քաղաքի վրայով, կարող էր մի հատ առնամենտ լիներ, կենասծառ լիներ վրան, ինչպես էսկիզներում կա, եւ վերանայվեր ընդհանուր այդ հարթակը եւ հարթակի տակը կարող էր խանութ լիներ, պատմության մեր հուշարձանների նկարչության մանրազարդերի եւ այլն, то есть ինքը աշխատել որպես մի օրգանիզմ։ Հիմա օտար մի հատ մարմին է մտնում դրա մեջ եւ Թամանյանի արձանի մոտից կանգնելուց հուշարձանը չեք տեսնի, որտեղ այդ սալերը գալիս են իրար վրա։ Ես նախագծի նկատմամբ բան չունեմ ասելու, կարող է մասնագիտական հարցված, բայց տեղում չի։ Այս քաղաքի համար օտար է։ Մյուս մտահոգությունը ճարտարապետների եւ նաեւ ձեր այն էր, որ Կասկադի աջակողմյան հատվածում բազմաֆունկցիոնալ համալիր է կառուցվում։ Այսինքն խոսքը բնակելի թաղամասի կառուցման մասին է, չէ՞։ Փոխանակ կենտրոնը բեռնաթափենք, փաստորեն ավելի ենք ծանրաբեռնում։ Դա գիտեք, ձեր հարցի մեջ պատասխան կա, ինչու ենք այդպես անում։ Երբ որ կանաչի պակաս կա, մենք Սարալանջը այդպես էլ կանաչի զոնա էր, լրիվ դրեցինք շինարարության տակ։ Գոնե այդ կտորը արվի ժողովրդի համար հանգստի գոտի։ Ինչու ենք մենք անպայման ուզում քառակուսի մետրը եւ այդքան կառույց, որ կառուցում ենք, ում համար ենք կառուցում։ Մեկը մտածել է թե տրանսպորտային, այդ ճանապարհային հարցերը ոնց են լուծելու, եթե տեղ եւս մի հատ այդ Սարալանջի թաղամասը, այնտեղ
ավտոբուսային որևէ խնդիր չկա։ Մարդիկ եթե սեփական մեքենա չունեն, չեն կարող այդտեղ գալ։ Դες այդ խնդիրները լուծված չի։ Ավելացվում է նաև մի հատ էլ ուրեմն համալիր էլի բազմահարկ շենքերով։ Ոնց կարելի է այդպես քաղաքին մոտենալ։ Եվ հետո ասել, որ այս հարցը սենց է, ախր չի լուծվում։ Դες մենք ստեղծում ենք խնդիր, որը հետո չենք կարող լուծենք։ Գոնե կարողանայինք լուծենք, այդքան բան չէր լինի։ Վրտովունքի առարկա չէր դառնա, բայց չենք կարող այդ խնդիրը լուծենք։ Իդեպ նշվում է, որ 5 տարի ժամկետում նախատեսվում է նախագծում եւ շինարարություն զուգահեռ։ Եթե Կասկադի այդ ֆրանսիացու նախագիծը պետք է 5 տարում համ կառուցեն, համ նախագծեն, դա մի քիչ անլուրջ է։ 5 տարի, եթե ուզում են լավ բան ունենան, 5 տարի մենակ կարող են նախագծեն։ Հաղթող ընկերությունը GTP-ն ստեղծվել է 2024-ին, այսինքն երկար տարիների պատմություն չունի, վստահել է նման այցեքարտային նշանակության կառույցի այդ արդիականացումը։ Ինչպես է գնահատում։ Ընդհանրապես զարմանալի է։ Մենք որ կարող ենք նախագիծը համարյա ոնց ասեմ մի քանի ամսում անել տալ մեզանից հրաժարվում են, իսկ նոր պետք է գան նախագիծ անեն եւ 5 տարում կառուցեն, համ նախագծեն, համ կառուցեն, դա ինձ թվում է եւ ինչու են հենց իրեն տվել այդ նորաստեղծ կազմակերպությանը։ Ինչու դա հրապարակեն չեն բանարել։ Գուցե մրցույթ արվեր, որովհետեւ այդպես վիզուալ բանով նախագիծ անել եւ նախագիծ պատվիրել դա ոչ մասնագիտական մոտեցում է եւ քաղաքին դա որևէ բան չի տա։ Մրցույթին կարծես թե այլ մասնակից չի եղել։ Դե ուրեմն մրցույթ չի եղել։ Մի հատ մտածեք, մի քիչ գոտե նորից դիմեք այդ խնդիրը մի քիչ խորը ուսումնասիրեք, տեսեք ինչն է պատճառը։ Պարոն Մխիթարյան, ժամանակին, երբ որ դուք դիմում եք քաղաքապետարանին, ձեզ ասում էին, որ եթե հողը պատկանի քաղաքապետարանին, նոր կմտածեն, չէ՞, ձեր հետ համագործակցելու մասին։ Բայց հիմա այդպես չեղավ։ Գիտեք ինչ, միշտ մարդիկ կան, որոնց թվում է, որ կարան, եւ երբ որ չեն կարող, ուզում են ուրիշների միջոցով իրանց այդ չկարենալը արդարացնել։ Պարոն Մխիթարյան, երբ եթերից դուրս զրուցում էինք, դուք ասացիք, որ այսօր շատ քիչ է այդ սրտացավությունը քաղաքի նկատմամբ։ Դե ակնհայտ է պարզապես։ Որտեղից եկավ դա։ Եկավ նրանից, որ հողը սկսվեց վաճառել քաղաքապետարանը։ Դες հողը եթե վաճառում եք, հողի տերը դա դառնում է ինքնուրույն որոշող, թե ինչ է ուզում, ոնց է ուզում, եւ հետո սկսում է ճնշել նույն հենց քաղաքապետարանին, որ անի այն ինչ որ հարմար է իրեն եւ ոչ թե քաղաքին։ Կամած այդ ճնշումները այնքան ավելացավ, որ հիմա քաղաքը փաստորեն չի կարող կարգավորի այդ վիճակը։ Կասկադի դեպքում էլ այդպես եղավ։ Եվ նաեւ Կասկադի դեպքում, հա։ Այսինքն Կասկադի վերևի մասի վերակառուցում պետք է, պարզապես պետք է այնպես անել, որպեսզի ամբողջականությունը պահպանվի։ Պետք է ավարտել։ Եթե ներսում ինչ որ հարցեր կա, որ պետք է վերանայել, բնական է պետք է վերանայել, որովհետեւ մենք նախագծի որ արնենք, այնտեղ փոսորակ չկար։ Այնտեղ կար թեկություն, ինչպեսի որ կար, այդ թեկության հետ ենք մենք դա արել։ Բայց մտքեր կար, որը հետագայում մենք զարգացրեցինք եւ այլն, բայց մեզ չեն դիմում այդ հարցով։ Ուզում են նոր բան, ինչ նոր բան, հա, իրանք էլ չեն բանալի, այդ մրցույթի մեջ դա չկա։ Հասկանում եք, հա, դալիճ, մենք ունենք դալիճ, ներսում ունենք դալիճ, 800 տեղանոց դալիճ, ունենք սրահներ, ունենք սննդի կետեր, ունենք ֆոնդարաններ, ունենք գրադարաններ, 15000 քառակուսի մետր տարածք կա այնտեղ, որը պետք է օգտագործվի։
Եվ ներքին բակ են կարել, որ այդ բակը լուսավորի բան լինի, բայց արվի հայերը ինչի պետք է օտարամետ բան լինի, այմար ես չեմ հասկանում։ Ինչ է եղել, Էթիոպիա ենք, ինչ ենք, նորաստեղծ բան ենք, պետություն ենք, ինչու են կարել 15 հատ այդ աղբյուրները։ Ոչ թե որ դա 15 հանրապետություն է, այդ 15 նահանգ ենք ունեցել մեծ հայքի ժամանակ։ Եվ այդ որ նայում ենք վերևի հարթակում մենք պետք է դնենք 15-ած սյուն։ Այդ սյուները պետք է որպես գավազաններ լինեին եւ այդ 15 նահանգի զինանշանները պետք է լինեին վրան, որ մենք հիշենք, որ մենք պատմություն ունենք, որ մենք ճանապարհ ենք անցել։ Հա, բերում եք մի հատ ծուր շենք եք սարքում, ասում եք ժամանակակից է, արդիականացրեցինք, բայց քաղաքի հերը հանրացեցինք։ Ձեր մտավախությունը այն է, որ Կասկադը կարող է այլևս այցեքարտային նշանակության վայր չլինել այդ փոփոխությունից հետո։ Միանշանակ, ես նորից եմ ասում, այդ հարթակները ինչ պետք է անեն այդ հարթակները։ Ուրիշ էր, եթե դա ծովի ափլիներ, մարդիկ գային այդտեղ ասենք արևի վաննա ունեն, չեմ հասկանում։ Ինքը իր բանով այտենց տեղի կառույց են իրանք առաջարկում, որը կապ չունի Կասկադի հետ։ Քաղաքի հետ կապ չունի։ Ինչ ասեմ։ Եվ այդ կապը չկա, կտրվում է։ Մեջից աստիճաններ են տվել, բայց դա այդ ուրիշ բան է։ Պարոն Մխիթարյան, իսկ առհասարակ ձեր կարծիքով որոնք են այսօր Երևանի թիվ 3 ամենամեծ խնդիրները։ Ճարտարապետի հեղինակությունը ահա որ իջել է։ Եվ ոչ թե ճարտարապետներն են լուծում եւ դնում քննարկման քաղաքի ապագան, այլ դա ադմինիստրատիվ մեթոդներով են ուզում այդ խնդիրը լուծեն, որը այտենց չի բերի որևէ դրական խնդիրի լուծման, չի բերի։ Այ մի քանի խնդիր կնշեք, դուք նշել եք, որ արդիականացնել պետք է տրանսպորտը։ Հիմա տրանսպորտը թանկացավ։ Դե որովհետև լուծում չկա, դրա համար թանկացնում են։ Ես արդիականացնի մետրո 6 տարում 30 տարում կարա ինչ մի հատ կայան գոնե կառուցվի։ Քաղաքը բնակելի շենքեր են կառուցում, մնացած խնդիրները չեն լուծում։ Ոնց կլիտեց։ Երկնաքերեր կառուցելու ծրագրեր կան։ Ծիծաղելի է դա։ Ինչու՞, կասեն մենք չենք կարող ժամանակակից ումից ենք պակաս, հա, այդ մոտեցումն է, դա ասում եմ էլ այտենց, եթե Լիսաբոնը երկրաքեր չունի, Լիսաբոնը մի հատ սարքեցել չի սարքում, չի հասկանում բանը, կամ Վենետիկը, կամ բանը Բարսելոնան մի հատ սարքեցել սխալվեց, չի սարքում, հա, Փարիզը մի հատ սարքեց, Մոնպարնասում ասաց, հանեք դուս ընդեր Սենայից ենքոմ ինչ ուզում եք սարքեք։ Բայց մենք պետք է քաղաքի կենտրոնում սարքենք, հրապարակի հերը հանեցենք, էլի դա շատ կարևոր է։ Սարյան փողոցում է նախատեսվում։ Դա հիմա ինչ ասեմ, դա չտեսություն է դա, պարզապես չտեսություն է մասնագետներին բանի տեղ չդնելու բանը, ես այդպես եմ տեսնում։ Կանաչապատման հետ կապված եւս խնդիրներ ունենք։ Ուրա կանաչապատում։ Եթե քառակուսի մետրի վրա ասֆալտ ու բետոն է, որտե կանաչապատ է։ Փորձ արեցին այդ բանը, սակուրաները, ես չգիտեմ հիմա ինչ ասեմ։ Ժպտան թե ծիծաղան թե լացել են։ Դրա համար էլ փոշու մակարդակը հասել է այսքան անկանխատեսելի։ Մի օր անձրևա գալի, մի օր կարելի է շնչել, մնացած օրերը սա շնչում ենք գազ եւ բենզին։ Դա եւս այդքան մեծ թվով կառուցապատումների թույլտվության հետևանք է, չէ՞, այո։ Տրանսպորտի խիտ լինելու։ Կարող է այդ ամեն ինչ անել, բայց ինչու բարձրահարկ եւ ինչու անպայման քաղաքի այդ բանում կանաչապատ տարածքներում դպրոցական բակերում, եթե հիվանդանոցի պոլիկլինիկան քանդում են հիվանդանոցի տարածքում բնակելի շենք են սարքում Պռոշյանի վրա, էլ ինչ խոսում դրանց։ Այստեղ հիվանդանոցն է, այնտեղ մորգն է, այստեղ բնակելի։ Դուք որպես նախկին գլխավոր ճարտարապետ, որտեղ եք տեսնում Երևանի, այսպես ասեմ, փրկությունը, հա։ Դե
Ինֆո Պետրովը գրում է, չէ, ասում են не надо русերեն այդպես ասում է, не надо бороться за чистоту улиц, надо улицы подметать։ Հիմա մենք տենց բան ենք անում, սա ճառեր, բաներ եւ այլն, բայց չենք մաքրում այդ փողոցները։ Չենք մաքրում այդ փողոցները այդ ամեն ինչից։ Ինչ արեցին։ Եկան, ասացին, որ սրճարանները հավաքում են։ Հավաքեցին։ Չհավաքեցին։ Օպերային թատրոնի շրջակայքում։ Նույնը ասում եմ, Մոհակաձև այգում։ Կիսա բան արած ավերված, տենց ամեն ինչը մնացել է։ Փորձեցին Քոչար փողոցի վրա, Կոմիտասի փողոցի վրա սրճարանները հավաքեցին, չհավաքեցին։ Եթե այդ բարձրակետները կարծում են, գիտեք, ոնց ասեմ, Դետրոյթ քաղաքը Ամերիկայում Միացյալ Նահանգներում աշխարհի ամենամեծ ավտոբան արտադրող քաղաքն էր, 2.5 միլիոն մարդ էր ապրում։ Բայց եկավ մի ժամանակ, որ ավտոները կրճատվեցին։ Չի արտադրում այդ քանակի ավտո։ Հիմա քաղաքում մնացել է 800,000 մարդ, 2.5 միլիոնից։ Քաղաքի կեսը անբնակ է, որ նկարեն քաղաքը կասեք էս են քաղաքն է, որ սաղ ասում են Դետրոյթը բանը։ Հիմա տնես տպավորությունն է, որ բերում ենք այն մաքսիմալ կետի, որից հետո այս քաղաքում չի լի ապրել պարզապես։ Սաղ կուզենան թողեն գնան, բայց ուր գնան արդեն։ Չէ, ամեն մարդը իր գործին լինի։ Մասնագետի բանի տեղ տնեն, ամեն ինչ կընկնի տեղը, բայց այսօր մասնագետը ոնց որ բան է, էլի շատ բան հարց է հիմա, որ խոսում են մեկ մասնագետը խոսակցության մեջ մտնում ասում ախր սա էսպեսի հարցը դեպի մասնագետի դու ինչ գիտես կամ դու որտեղից գիտես դու իզեպ որ մարդ ոչինչ չգիտի, բայց մի բան գիտի ու սկսում է այդ բանը տենց ներկայացնել, բայց կողքից մեկը ասում ախր դու չգիտես, էլ ինչից ես խոսում, դու անմիջապես իմացողի բերանը փակում է։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Մխիթարյան։ Ինչի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ Երևանի ժամանակով զրուցաշարներ Ֆակտոր TV եթերում կհանդիպենք։